Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ֆոնին Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի կարողությունների ամրապնդմանը հիբրիդային և կիբերսպառնալիքներին, ինչպես նաև ապատեղեկատվության տարածմանը հակազդելուն։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Ռադար Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ինքն է հայցով դիմել Եվրամիությանը։ Բայց սպառնալիքները Հայաստանում առկա են և կա նաև այն համոզմունքը, որ այդ սպառնալիքները ահագնանալու են ընտրություններին ընդառաջ, ինչը միանգամայն տրամաբանական է։ Քաղաքագետի խոսքով սա նման է Մոլդովայում ստեղծված իրավիճակին, որը հաջողվեց հաղթահարել Եվրամիության լայն աջակցությամբ։ Դիմագրավելու այդ մոդելը աշխատեց։ Հայաստանում իհարկե կա տարբերություն Մոլդովայի միջև, բարեբախտաբար մենք չունենք օկուպացված տարածք հիբրիդային պատերազմող ուրեմն սուբյեկտի կողմից, օկուպացված այն իմաստով, որ այդ օկուպացիոն ադմինիստրացիա, այնտեղ տնտեսական գործունեություն, ապօրինի, մենք նման բան չունենք։ Սակայն ըստ Ռուբեն Մեհրաբյանի, ի տարբերություն Մոլդովայի, ունենք շատ մեծ ուժային ներկայություն, որն ունի հետախուզական ապահովում և պարտադիր բաղկացուցիչ է։ Բացի դրանից էլ մենք ունենք իրավիճակ, երբ մենք հարկատուներս վճարում ենք այդ աղբը հեռարձակելու վրա։ Փող ենք ծախսում մենք մեր գրպանից, որովհետև պետությունը հարկ չի համարել այդ ամենը փակելու։ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ այս ֆինանսավորումը պետք է ծախսվի պետական ինստիտուտների կարողությունների բարձրացման վրա։ Պետության մեջ կատուները պետք է բռնեն մկներին, այլ ոչ թե գնան պարկեն մկների կողքը, կամ միամանից հետները հաց ուտեն։ Այ հենց դրա վրա։ Քաղաքագետի խոսքով հատուկ ծառայությունները, գլխավոր դատախազությունը և մնացած այլ ոլորտները պետք է պատրաստվեն։ Լիլիթ Աբրահամյան, Սարգիս Հակոբյան, Ռադար Արմենիա։